Սերը, երբ ամեն օր ասում ես բարի առավոտ։ Սերը, երբ չես նկատում կնոջդ աչքերի շուրջ առաջացած կնճիռները։ Սերը, երբ շանման եք տալիս միասին։ Բարև ձեզ, ձեր հետ ձեր Վարդուհի Սարգսյանն է։ Որտեղից են այս արտահայտությունները։ Հիշում եք 90-ական թվականների լավից բացիկները, որոնք անգամ մենք հավաքում էինք։ Ովքեր են այս պատմության հերոսները, որտեղ է առաջացել բրենդը, ինչ արմատներ ունի։ Այս մասին մենք կխոսենք այսօր։ Քիմ Կազալի որոշել էր ճամփորդել և 1967 թվականին հայտնվում է Լոս Անջելեսում։ Դահուկային սպորտի ակումբներից մեկում հանդիպում են Քիմն ու Ռոբերտոն։ Այդ ժամանակ Քիմը սիրում էր ուղղակի ծաղրանկարներ անել դահուկային սպորտի այդ թեմաներով, որոնք որ առօրյա պատահում էին անձեռոցիկների վրա մատիտով։ Սրանք դուր էին գալիս Ռոբերտոին ու շուտով անձեռոցիկների վրա հայտնվեց ինքը Քիմը։ Պեպեններով, խոշոր աչքերով, դեղին երկար մազերով աղջիկը, որը թողում է Ռոբերտոին հաղորդագրություններ։ Շատ շուտով աղջկա կողքը հայտնվեց նաև իտալացի խոշոր աչքերով սևաչյա տղան։ Ну беги, мамочка зовет. Սերը դա հանդիպում է աստղերի տակ, սերը դա միմյանց սրտերի զարկերը լսելն է, սերը երբ գիտես, որ քո սիրտը ապահով ձեռքերում է։ Ու այսպիսով սկսվեց սիրո պատմություն։ Ինչպես բոլոր երիտասարդները, այս զույգն էլ ուներ ֆինանսական անկայուն վիճակ, Քիմը աշխատում էր դիզայներական ընկերություններից մեկում, որտեղ նա սովորեց տնային պայմաններում բացիկներ պատրաստել։ Նա պատրաստում էր իր այդ բացիկները նկարով, զույգի ու տողերով և վաճառում փողոցում $1։ Հասկանալի դարձավ, որ պահանջարկը շատ է և աղջիկը չէր հասցնում արդեն նկարել իր բացիկները։ Ռոբերտոն վերցրեց Քիմի նկարներից մի քանիսը և տարավ Լոս Անջելես Թայմ խմբագրություն, որտեղ 1970 թվականի հունվարի 5-ին տպագրվեցին Քիմի այդ ծաղրանկարները, որոնք սրընթաց հաջողություն բերեցին Քիմին։ Բոլորին դուր եկան այդ ծաղրանկարով նկարված տղան ու աղջիկը ու արտահայտությունները, որոնք թվում է առօրյա էին, բայց բոլորի սրտից էին բխում։ Մի անգամ զույգը անցնում էր կինոթատրոններից մեկի մոտով և նրանք կարդացին արտահայտություն։ Սերը դա նա է, երբ ստիպված չես ցավել, ներողություն խնդրել։ Քիմն ու Ռոբերտոն փոխեցին այս արտահայտությունը։ Սերը դա նա է, երբ միշտ կարողանում ես ցավել, ներողություն խնդրել։ Я тебя люблю, ты половинка моя. Джерри, молчи. Но Хватит слов. Ты только сказал привет. И я уже твоя. Ու այդ օրվանից սերը դա Love is արտահայտությունը դարավ Քիմի բոլոր բացիկների առաջին տողը։ Սա շատ դուր եկավ բոլորին, Ռոբերտոն հիմնում է Love is բրենդը, Քիմը շարունակում է նկարել, զույգը սրընթաց աշխատանքային հաջողություններ է ունենում, բիզնեսը աճում է, արդեն այդ բրենդը ոչ միայն բացիկների վրա էր, այլ ամենուր, շապիկների վրա էր, բաժակների վրա էր, ցուցանակների, օրացույցների, աշխարհի ավելի քան 50 երկրներ վաճառում էին բրենդը, որը զույգին բերում էր ավելի քան 4-5 միլիոն դոլարի եկամուտ տարեկան։ Զույգը որոշում է ամուսնանալ, 1971 թվականին նրանք տեղափոխվում են Նոր Զելանդիա, որտեղ Սուրբ Էնդրու եկեղեցում տեղի ունենում Քիմի և Ռոբերտոյի պսակադրության արարողությունը։ Պսակադրության ժամանակ Քիմը կրում էր մարգարտածաղիկներով այդ պսակը և փարթամ կարճ քողը, որը ինքը արդեն նկարել էր իր բացիկներում։ Շուտով ծնվում են զույգ տղաները։ А ты такой? Я брат Винсента. Мы близнецы. Մի տարի անց 1975 թվականին
Ռոբերտոն հիվանդանում է։ Այստեղ վերջանում է ռոմանտիկ հեքիաթը և սկսվում է մի այլ պատմություն, որի անունը կյանք է։ Նրանք որոշում են պայքարել հիվանդության դեմ։ Քիմը ցանկանում է լինել ամուսնու կողքին ամեն պահ, բայց կային արդեն աշխատանքային պայմանագրեր, կնքված գործարքներ, որոնք ուղղակի չէր կարելի թողնել կիսատ։ Ու զույգը աշխատանքի է ընդունում լոնդոնաբնակ անգլիացի Բիլ Ասպրին, ծաղրանկարիչ, որը պիտի շարունակեր նկարել այդ թեման ու ստորագրեր Քիմ Կազալի անունով։ Քիմը իր նախավերջին բացիկն է իր ձեռքով հրապարակում, նկարված էր Քիմը այդ աղջիկը ինքը և կողքը խաչ ու գրված սերը հավերժ է։ Ռոբերտոյի մայիս 16 ամիս անց ևս մի բացիկ պիտի հրապարակեր Քիմը, մանկասալյակով աղջկան, որը պիտի ստորագրված լիներ այսպես. Հպարտությամբ ներկայացնում եմ ձեզ Միլո Ռոբերտոյին, ծնողներ Քիմ և հանգուցյալ Ռոբերտո, հետմահու արհեստական բեղմնավորման միջոցով։ Հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացավ այս փաստը ու Քիմը ընդամենը պատասխանեց. Երբ ծննդյան տոներին մտածում էինք նվերների մասին, ես Ռոբերտոյին ասացի, որ չեմ ուզում ադամանդե հերթական մատանին, չեմ ուզում շքեղ նվերներ, ես ընդամենը երեխա եմ ուզում։ Джонни, я хочу, чтобы у нас был бэйби. Сегодня, сейчас. Ու այս երեխան ծնունդ է մոր և հոր մեծ սիրո։ Քիմ Կազալին իր երեք երեխաներով տեղափոխում է Ավստրալիա, որտեղ նա պիտի անցկացներ իր կյանքի մնացած մասը։ Բիլ Ասպրին շարունակում է նկարել, ստորագրելով Քիմ Կազալի։ Քիմի մահից հետո բրենդը ժառանգում են տղաները և մինչ այսօր այդ բրենդը հայտնի է ամբողջ աշխարհում Love is պատմությունով։ Սերը, երբ զանգում ես նրան, որ լսես նրա ձայնը, սերը, երբ օգնում ես նրան կյանքի դժվար ժամանակահատվածներում։ Թվում է, թե մանրուքներ են, բայց այս մանրուքներում է իմ կարծիքով կյանքը, երջանկությունը, սերը։ Եթե ունեք սեր, փայփայեք այն։ Մանրուքների վրա ուշադրություն դարձեք, դրանում է երջանկությունը։ Ձեր հետ Վարդուհի Սարգսյանն էր, բաժանորդագրվեք իմ էջերին, լինքերը կլինեն ներքևում, որպեսզի կարողանաք առաջիններից լսել Two Stories from Vard ֆորմատի պատմությունները։